Եվ այսպես, արդյոք Իրանը կարող է վստահել Նիկոլ Փաշինյանին։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն խոսեցինք, Նիկոլ Փաշինյանը օրերս հարցազրույց է տվել իրանական պետական հեռուստատեսությանը, այդ հարցազրույցը եթեր է գնացել միայն 3։ Փաշինյանը իր հարցազրույցի ընթացքում փորձում էր մեր հարգարժան իրանցի գործընկերներին համոզել, որ այդ միջանցքը, որը ամենայն հավանականությամբ նա պատրաստվում է տրամադրել Թուրքիային եւ Ադրբեջանին, իրականում չի հակասելու Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների շահերին։ Փաշինյանը նաև իր հարցազրույցում հետևել ձևակերպումն է փաստացի օգտագործում, որ Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմելու մի քաղաքականության, մի պրոյեկտի, մի գործողության, որը դեմ կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այստեղ եկեք մի փոքր դադար վերցնենք եւ փորձենք հասկանալ, արդյոք դա այդպես է, արդյոք Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմի հակաիրանական դաշինքի։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է վերադառնանք ակունքներ, պետք է վերադառնանք 2018 թվական։ Հայաստանում տեղի ունենում այսպես կոչված Թավշյա իշխանափոխությունը եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը այցելում Ամերիկայի Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ջոն Բոլթոնի հետ երկարատև բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը գնում է ազգային ժողով, մասնակցում է հարց ու պատասխանին եւ այսպես, խոսքի արանքում ընդգծում է, որ հնարավոր է աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունից ելնելով մենք գանք մի իրավիճակի, երբ որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա սահմանը փակվի։ Ընդհանրապես Ջոն Բոլթոնի մասին մենք իսկապես շատ ենք խոսում մեր եթերներում, բայց դա ֆունդամենտալ այց էր Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության եւ նրա ծրագրի համար։ Իրական ծրագիրը կառավարության ոչ թե ազգային ժողովում է հաստատվել, այլ Ջոն Բոլթոնի կողմից է ամենայն հավանականությամբ բերվել եւ հաստատվել։ Բոլթոնը ինչի մասին էր նաև խոսում Հայաստանի Հանրապետությունում հրապարակայնորեն, լրատվամիջոցներով։ Նա ասում էր հետևյալը, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կարծրատիպերից, եթե ուզում է ժողովրդավարական տեսանկյունից զարգանալ կամ էլ զարգացման նոր հնարավորություններ ունենա։ Արձանագրենք, ինչի մասն է խոսքը։ Այդ պատմական կարծրատիպերը որոնք են։ Պատմական կարծրատիպ է, որ Արցախը հայկական է, որ Արցախը անհրաժեշտ է մեզ։ Պատմական կարծրատիպ է, որ տեղի ունեցել ցեղասպանություն եւ ցեղասպանությունը դա քաղաքական ակտ էր ուղղված Հայաստանի, ուղղված հայերի դեմ։ Պատմական կարծրատիպ է նաև հետևյալ ընկալումները տարածաշրջանային, որ Ռուսաստանը եւ Իրանը դաշնակիցներ են Հայաստանի Հանրապետության համար, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը թշնամիներ են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 18 թվականից հետո Ջոն Բոլթոնի այցից հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր կետերը, որոնք Բոլթոնը իր ծրագրում ներկայացրել կյանքի է կոչել, այստեղ է որ տրամաբանական հարց է առաջանում, արդյոք հայ-իրանական սահմանը ինչ-որ պահի իսկապես կարող է փակվել թե ոչ, եւ արդյոք Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է վստահել Նիկոլ Փաշինյանին կամ այդ վստահության չափաբաժինը որը կարող է լինել։ Եկեք փորձենք վերլուծենք այս հարցի պատասխանը միասին փորձենք ստանալ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը փաստորեն ինչ է ասում իրանցիներին, որ մենք ձեզ չենք դավաճանի։ Դա ասում է մի մարդ, ով առնվազն 2 անգամ դավաճանել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական ֆունդամենտալ գործընկերոջը Արցախի Հանրապետությանը 2020 թվականին եւ 2023 թվականին 2020-23 թվականներին տեղի ունեցածի արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս դավաճանվել է, որովհետեւ իրանցիները կորցրել են Արցախի Հանրապետության հետ իրենց սահման, որը տասնամյակներ շարունակ անկեղծ լինենք, իրանցի մեր գործընկերները եւս օգտագործում էին։ Հիշում եք ինչ տեղի ունեցավ 44 օրյա պատերազմից հետո, առանց դելիմիտացիայի եւ դեմարկացիայի Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մասը հանձնեց Ադրբեջանին, ինչը խնդիրներ առաջացրեց իրանական բեռնատարների համար Հայաստանի Հանրապետության տարածքով բեռներ տեղափոխելու։ Պատկերացրեք, եթե մոտակա ապագայում Նիկոլ Փաշինյանը դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի շրջանակներում մի բան էլ Տիգրանաշենը հանձնի ադրբեջանցիներին, դա կհանգեցնի նրան, որ ոչ միայն բեռնափոխադրումների հետ կապված մենք խնդիր կարող ենք ունենալ, այլ մենք նաև կարող ենք խնդիր ունենալ նույնիսկ Իրանից Հայաստան եկող գազատարի հետ։ Հաջորդը, տեսեք այն տարածքները, որ Նիկոլ Փաշինյանի անգործության կամ նպատակաուղղված գործունեության արդյունքում անցան Ադրբեջանի օկուպացիայի տակ, այդ տարածքները շատ լավ յուրացվում են Իսրայելի կողմից եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներ, հեղինակավոր լրատվամիջոցներ գրեթե բացահայտ
տեքստով գրում են այն մասին, որ այդ տարածքները հնարավոր պատերազմի պարագայում Իրանի եւ Իսրայելի միջև լինելու են ցածկահարթակ անդեմ պաշտոնական Թեհրանի գործողությունների։ Եվս մի կարևոր հանգամանք կա, որի մասին անպայման պետք է խոսենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Արցախին է դավաճանել, որ Հայաստանի Հանրապետության դաշնակիցն էր, այլ նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ էլ այդքան էլ դաշնակցային վերաբերմունք չի ցուցաբերել։ Տեսեք, երբ որ սկսեց ուկրաինական պատերազմը, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ավելի շատ օգնություն Ռուսաստանին ցուցաբերեց, եւ դա պայմանավորված չէ նրանով, որ չգիտեմ Իրանում ավելի շատ մարդ է ապրում, իրենք շատ ավելի շատ ռեսուրսներ ունեն։ Քաղաքական լոյալության տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ավելի լոյալ է Ռուսաստանին, քան Հայաստանի Հանրապետությունը։ Հիշում եք, Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի հարցում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ, գործընկերը չէ, բարեկամը չէ, աջակիցը չէ։ Այստեղ է որ կրկին ասենք տրամաբանական հարց է առաջանում, որքան կարող է Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահել Նիկոլ Փաշինյանին։ Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության ոչ թե հոգևոր, այլ քաղաքական իշխանության, այսինքն ոչ թե Այաթոլլահ Ալի Խամենեին, այլ Իրանի նախագահ Փեզեշքիանին, նրա քաղաքական թիմին, այն քաղաքական կլանին, որը նա ներկայացնում է, հնարավոր է նա փորձել է վաճառել այն գաղափարը, այն թեզը, որ նա կարող է, եթե չասենք միջնորդ, ապա հանդիսանալ այնպիսի մի սուբյեկտ, որը կնպաստի Իրանի եւ Արևմուտքի միջև բանակցություններին, միգուցե ինչ-որ տեղեկատվություն կտրամադրի մեր արևմտյան գործընկերներին, որը կնպաստի Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական կապերի հաստատմանը, բայց արձանագրենք հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական տանիքը, արևմտյան աշխարհաքաղաքական տանիքը ինքը կամ արդեն լքել է Թաթերաբեմը, կամ մոտ ապագայում լքելու է։ Խոսքը վերաբերում է եւ Էմանուել Մակրոնին, եւ Ջասթին Տրյուդոին, եւ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին վարչակազմին Ջո Բայդենին, Կամալա Հարիսին, Ջեյք Սալիվանին, իրենք արդեն լքել են քաղաքական Թաթերաբեմը։ Այստեղ հարցը առաջանում, լավ, այս նոր աշխարհակարգում Նիկոլ Փաշինյանը ով է, ում հետ նա կարող է Իրանի Իսլամական Հանրապետությանը կապել Թուրքիայի հետ, ես կարծում եմ, որ առանց Նիկոլ Փաշինյանի միջնորդական ջանքերի էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատ կկարողանա լեզու գտնել Թուրքիայի հետ։ Դրա համար այստեղ կրկին ասենք հարց է առաջանում, որքանով կարող են իրանցիները վստահել Նիկոլ Փաշինյանին, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ միայն քաղաքական գործոնները, այսինքն քաղաքական ֆիգուրները լքում են պատմական քաղաքական Թաթերաբեմը, այլ նաև այն քաղաքական հոսանքը, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանն, այդ ծայրահեղ լիբերալիզմը, այդ հոսանքը ինքը արդեն իջնում է իր հետ տանելով բոլոր այն քաղաքական գործոններին, որոնք դավանում են այդ ծայրահեղ լիբերալ արժեքները։ Նիկոլ Փաշինյանն էլ դրանց թվում է, մտածեք այդ մասին։